Վրաստանից մեկ ամիս առաջ առևանգված լրագրողի թեման դեռ օրակարգում է։ Վրաստանի նախագահը հանդիպել է նրա կնոջ հետ, խոստացել միջադեպ ուշադրության կենտրոնում պահել։ Վրաստանում է նաև Ադրբեջանի գլխավոր դատախազի տեղակալ Կամրան Ալիևը։ Նա բնականաբար հավաստիացնում է, որ լրագրողի առողջությանը վտանգ չի սպառնում։ Մուխթարլիի կինը Լեյլան օրակարգին հակառակն է պատմում։ He can talk whatever he wants. Նա կարող է խոսել ինչ ուզում է, բայց մենք բժշկական փաստաթղթեր ունենք, որոնք վկայում են, որ ամուսնու Սարյան մեջ շաքարի մակարդակը բարձրացել է։ Ադրբեջանը ընդամենը խաղում է, ոչ թե քննում այս գործը։ Ադրբեջանցի ընդդիմադիր ակտիվիստը չի կարծում, որ Աղվանին բանտում կտանքների կենթարկեն։ Մանավանդ Եվրախորհրդարանի համապատասխան բանաձևից հետո։ Բայց лրագրողի առողջական վիճակը лав չէ, իսկ անառողջ սրտով մարդուն բանտում պահելը անթույլատրելի է։ Я никакое ожидание у меня нету, а его быстрее, скорее освобождение. Նրա արագ ազատման որևէ ակնկալիք չունեմ, դա հակասում է Ադրբեջանի իշխանության գործելավոճին, հո չեն փախցրել, որ ազատեն։ Для того, чтобы потом освободить. Լրագրողին ընդդիմությանը ֆինանսավորելու համար են մեղադրում, երբ նրա մոտ 10,000 եվրո են գտել։ Ակտիվիստը տրամաբանություն է փնտրում, 10,000 եվրոյով ընդդիմություն չեն ֆինանսավորում, ու դրա համար երկու երկրի սահման ապօրինի հատում։ Საქართველოს պրոկուրատուրამ համարտլեբրուի Վրաստանի դատախազությունը դիմել է ադրբեջանցի գործընկերներին եւ պահանջել հարցաքննել Աֆղան Մուխթարլիին, նաեւ որ հարցաքննությանը ներկա լինի վրացական կողմը։ Ուզում ենք ծանոթանալ Մուխթարլիի դեմ քրեական գործին։ Իրակլի Շոթաձեն հայտարարել է, որ գործի նյութերին ծանոթանալուց հետո միայն Վրաստանը կարող է իրավական որոշում կայացնել։ Սոնա Աղբալյան, Գիվի Փեքրիշվիլի, օրակարգ, Թբիլիսի, Երևան։